Բարևներ Արմաշի համից բոլորին։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, աղջիկս մեր տանն է, այսօր որոշել է պատրաստել էկլերներ։ Պատրաստում է իր բաղադրատոմսով։ Ես չեմ կարողանում էկլեր թխեմ, իմ մոտ շատ դժվար է ստացվում էկլեր թխելը, իմ աղջիկն է պատրաստում շատ լավ էկլերներ։ Ուրեմն ասեմ լցրեց 2 բաժակ գոլ ջուր, 1 թեյի կթալ շաքարավազ, մի պտղուն ծաղ, հիմա բոլորը կխառնի և կդնի գազօջախին, ավելացնում է կարագ 200 գրամից ավել, մոտ 230 գրամ կարագ, և հիմա կացան կդնենք արդեն գազօջախին։ Հիմա կարագը հալելուց հետո, տեսեք, ամբողջովին հալել է, հիմա կավելացնենք նորից նույն բաժակով 2 բաժակ ալյուր ու կեփենք արդեն, հարգելի հետևորդներ ջան, դե պետք է այնքան լավ էփվի, էկլերի հենց, էկլեր լավ ստացվելու համար, էկլերը հենց կախված է խմորից, որպեսզի խմորը լավ էփվի։ Լցրեցինք 2 բաժակ ալյուր, հիմա պետք է լավ խառնենք։ Դրել ենք կացանք դանդաղ կրակի տակ, հարգելիներս, էփում ենք դանդաղ կրակի վրա։ Հիմա տեսնենք մեր զանգվածը սառել է, որից հետո արդեն կջարդենք ձուն։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, մենք վերցրել ենք 7 հատ ձու, դե հարելու ընթացքում պարզ կերևա կօգտագործենք 7 հատ ձու, թե 6 հատ ձու։ Արդեն խմորից է կախված։ Շացրեցինք էկլերի խմորը, օգտագործեցինք 6 հձու։ Լավ խմոր է ստացվել։ Հիմա մնում է տեսնենք հարգելիներս էկլերները ոնց կստացվի։
Խմորը արդեն լցրեցինք սկուտեղի վրա, հարգելիներս, ուրեմն ասենք շատ մեծ էկլերներ չենք ուզում, դրա համար շատ մեծ չենք լցրել գթալով, փոքր ենք լցրել, բայց այստեղ էլ դեռ ունենք նորից խմոր։ Դե հիմա արդեն սկուտեղը կտանենք ջեռոց։ Դե մենք արդեն նախապես միացրել ենք։ Վերջապես մեր պատրաստած էկլերները թխվեցին, հարգելի հետևորդներ ջան, ընդամենը 29 հատ էկլեր ստացվեց, շատ լավ էկլերներ ստացվել, դե կրեմն էլ հիմա պատրաստ է, մնում է սառի, սառելուց հետո նոր կլցնենք արդեն էկլերների մեջ։ Կրեմն էլ էփովի կրեմ, ձվով, կաթով պատրաստած կրեմ է, ճիշտ է չնկարեցի այդ պահը, հարգելիներս, բայց շատ լավ կրեմ է ստացվել։ Կրեմն էլ արդեն լցրեցինք էկլերների մեջ։ Շատ փափուկ է ստացվել, հարգելի հետևորդներ ջան, ու շատ համով էկլերներ ստացվեց։ Ապրի իմ աղջիկը, ապրի Վարդուհին, սա իր բաղադրատոմսն է, հարգելի հետևորդներ ջան։ Ուզում եմ այսքանով էլ ավարտեմ եւ բոլորիդ ասեմ ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։